Օրակարգի առաջին հարցով վաղաժամկետ դադարեցվել է ավականու անդամ Գագիկ Բաղունցի լիազորությունները հաշվի առնելով ազգային ժողովի պատգամավոր ընտրվելու առիթով իր դիմումը։ Քաղաքապետը ավականուն քաղաքապետարանի ողջ անձնակազմի անունից շնորհավորել է Գագիկ Բաղունցին խորհրդարանի պատգամավոր ընտրվելու առիթով եւ պարգեւատրել հուշանվերով։ Նիստում համաձայնություն է ձեռք բերվել ավականու անդամներին 2015 թվականի երկրորդ եռամսյակի ծախսերի փոխհատուցման նպատակով քաղաքային համայնքի բյուջեի պահուստային ֆոնդից 450,000 դրամ գումար հատկացնելու վերաբերալ։ Մայրաքաղաքում փետրվարի 22-ից 23-ը տեղացած առատեդյան մաքրման եւ բազմաբնակարան շենքերի տանիքներին հասցված վնասների վերացման աշխատանքները լրացուցիչ ֆինանսավորելու նպատակով եւս 655,000 դրամ հատկացվել է բնակարանային շահագործման տնտեսություն ՓԱԿ բաժնետիրական ընկերությանը, 1,324,000 դրամ էլ սանմակրում համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը։ Օրակարգային հարցերը սպառելուց հետո ավականու անդամների կողմից բարձրացվել են Ստեփանակերտի կենսապահովման խնդիրներին առնչվող հարցեր։ Պարզաբանումներով հանդես է եկել քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, անդրադառնալով բազմաբնակարան շենքերի տանիքների նորոգմանը, փողոցների, մայթերի եւ խաղահրապարակների բարեկարգման առնչվող խնդիրներին, քաղաքապետը նշել է, որ նման հարցերը քաղաքապետարանի կողմից ծրագրված առաջնահերթությունների շարքում են մնում, որոնց վերաբերյալ համապատասխան առաջարկություններ են ներկայացվել կառավարություն։ Ինչ վերաբերում է տանիքների, անանցանելի փողոցների ու մայթերի ընթացիկ նորոգումներին, Սուրեն Գրիգորյանը տեղեկացրել է, որ պետբյուջեից հատկացված զուգմիջոցների հաշվին աշխատանքները շարունակվում են մայրաքաղաքում եւ առաջնահերթությունը տրվում է, այսպես ասած, թիրախային շինություններին եւ թաղամասերին։